Որոշեց պատերազմ գնալ 2 ամսով, բայց մնաց 4 տարի։ Դողտուր անունը ստացավ եւ պատերազմը սկզբից մինչեւ վերջ անցկացրեց մարտի դաշտում, նախ որպես բուժքույր, ապա զենք բռնեց եւ կանգնեց տղաների կողքին։ Այդա Սերոբյանը թերթում է ալբոմն ու անդադար պատմություններ հիշում։ 4 տարում, ասում է, հազարավոր պատմություններ են եկել ու անցել իր ու ընկերների գլխով, բայց նախ պատմում է ինչպես է գնացել պատերազմ։ Գնացել ենք Ուղղաթիռի մոտ, պոլիկլինիկայից մոտ մի 20 հոգի ինձ ճանապարհում է։ Ես էլ գնացել եմ 12 ամսի շպիլկակաբլուկներով, մինչև գետին հասնող հյուպկայով, ականջողերով, կանգնել եմ Ուղղաթիռի մոտ, բոլորը լացում են ինձնից բացի։ Հետո այն պահին, որ ես արդեն ուղղաթիռ պիտի բարձրանամ, պարոն Դարփինյանը գրկեց ինձ ջերմ սեղմեց կրծքին, ճակած համբուրեց, ասեց Աստված քեզ հետ ու ես բարձացա ուղղաթիռ։ Օրեր անց է իմացել, որ նախորդ ուղղաթիռին ադրբեջանցիները հարվածել են եւ ողջ անձնակազմը զոհվել է։ Եվ այդ ժամանակ է միայն հասկացել ինչու է գնդապետ Դարփինյանն իրեն գրկելով ճանապարհել, բայց նույնքան ջերմ նրան չի ճանապարհել մայրը, որովհետեւ Այդան չի ասել, որ պատերազմ է գնում, այլ ստել է 2 ամսով ջերմուկ գործուղման են ուղարկել։ Մոր մոտ է թողել նաեւ 3 երեխաներին, կարոտը 17-ամյա Բասիրից էր առնում։ Հաթերքի պարտիզանական ջոկատում են կռվում, այս տղան թուրքի տղա էր, հայրը թուրք էր, մայրը Հաթերքի հայ էր։ Մինչև վերջ 3 աղբեր կռվան թուրքերի դեմ, որ մենք գնացել ենք Շահումյան, ընկել ենք Զասադ։ Ոչ մի ձևի Գյուլստանում ենք, չենք կարում դուրս գանք։ Այս երեխեն 17 տարեկան չկա։ Միշտ իմ կողմ, որտե ջոկատում նստում ենք, ինքը իմ կողքն էր։ Ես ոնց որ երեխեքիս կարոտ է իրանից առնել, ինքն էլ մայրական ջերմություն էր զգում։ Այդան խնդրել էր Բասիրին, որ եթե գերի ընկնեն, տղան վերցնի նրա զենքն ու սպանի նրան, բայց բախտները բերեց, գերի չընկան։ Սակայն անցան դաժան կռիվների ու մահերի միջով, Վաղուհասի մարտերն է հիշում, որտեղ ինքն իրեն խոստացել էր, որ եթե չզոհվի, մկրտվելու է Գանձասարում, եւ պահեց խոստումը։ Տեր Հովանեսը մկրտեց Այդային։ Հենց այս Տեր Հովանեսը խաչը բարձրացրեց հայր մեր, թուրքերը սկսին ռմբակոծել Գանձասար եկեղեցին։ Տեր Հովանեսը մի բառ չի կրճատել, ուղիղ 40 րոպե տևել իմ մկրտությունը, բայց ես բան չհասկացա։ Մենակ աչքերս փակ խնդրում էի Տեր Աստված, հանկարծ Գանձասարին չընկնի, հոմեր դարտը չեմ, եկեղեցին չքանդվի։ Իմ մկրտությունը, որ վերջացավ, մենք եկեղեցուց դուրս եկանք, այնքան արկեր էր թափել այդ գավիթում, ոնց որ գութանները թողը վարածելնեին, բայց ոչ մի արկ չընկավ եկեղեցու վրա։ Տեր Հովանեսն էլ իրենց հետ զենքը ձեռքին կռվում էր, հիշում է Այդան։ Թվարկում է Արցախի գրեթե բոլոր շրջանները եւ ասում, որ մասնակցել է դրանց ազատագրմանը։ Այդ ընթացքում հանդիպել է բազում տղաների, ում ժողովուրդն այսօր որպես հերոս է հիշում։ Երբ Մոնթեին է հանդիպել, իմացել է, որ նա իր ջոկատ կանանց չի վերցնում, բայց չի վարանել։ Մոտեցել է նրան, մերժում ստացել, ապա պնդել ու միացել է Մոնթեին, որպես բուժքույր, ջոկատի հետ հասել մինչև Քարվաճառ։ Ասի ավո ջան, հոս մնում եմ, ես ինչ անեմ, ես Մարտակերտի բոյերն եմ թողել այստեղ։ Հիմա այս պայուսակը ասեց թուն շատ լավ բժիշկ ես, Սեդան էլ նոր երեք է, օգնություններ էր բերել, այս պայուսակը նվիրեց ինձ։ Պայուսակը հիմա Մայր Հայաստանի թանգարանում է, Մոնթե Մելքոնյանի նվերը Այդա Սերոբյանի նմակագրությամբ։ Այդա Սերոբյանը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին։ Ասում է, եթե առաջին պատերազմի ճպիտով հիշելու բաներ կան, վերջին պատերազմում անցել է դժոխքի միջով։ Երբ զանգելու հարցրել են, գալիս ես պատերազմ, չի երկմտել, համաձայնել է։ Միակ ուրախ բանը, որ հիշում է, ծանոթներից մեկի 93 թվականի անսարկուազը քշելով Երևանից Մարտակերտ հասնելու պատմությունն է։ Ռուլավոյ կալոնքեն ընդհանրապես չէր պտտում, մի քիչ ցախ գրած ուազա, երբ որ տարա Մարտակերտ, որ ասի մի հատ նայեք, էլի ռուլավոյ կալունքեն վաբշե չի պտտվում, մի տարիքով մարդ էր, որ մտավ այդ փոսի մեջ նայեց այս մեքենան, ասեց, քեզ մենակ հերոսի կոչում նրա համար պիտի տան, որ դու ես ավտոն Երևանից հասցրել ես Մարտակերտ։ 44-օրյա պատերազմի մասին շատ չի խոսում, հիշելու ոչինչ չկա, ասում է։ Պարզապես 66 տարեկանում կռվում էր, վիրավորներին հանում, վիրակապում, միաժամանակ շտապօգնության մեքենա վարում։
Առաջին պատերազմի ավարտին հասցրել է կարդալ իր մահախոսականը, վերջին պատերազմին մահը տեսնել սեփական աչքերով։ Եթե Աստված չանի, երրորդն էլ սկսվի, առանց վարանելու կգնա ու կկանգնի սահմանը պահող տղաների կողքին։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։